Մարիամն է հարցնում, շատ եմ լսել ինչպես, բայց չեմ կարողանում մարդկանց ներել ու անդադ իմ հետ վիճում եմ։ Ինչը կօգնի այս դեպքում։ Շատ սիրուն հարց ու շատ կարևոր հարց։ Ինչպես ներել մարդկանց։ Բոլորը դու ես, Մարիամ ջան։ Եթե մենք չենք կարողանում մարդկանց ներել, մենք ինքներս մեզ չենք կարող։ Այդ նշանակում է մենք ինքներս մեզ չենք կարողանում ներել։ Կա ինչ-որ բաներ, որ մեր ենթագիտակցության մեջ մեզ մեղքի զգացումի մեջ ակցում, երբ որ մենք մեզ մեղադրում ենք, մենք բոլորին սկսում ենք մեղադրել։ Հենց որ օրը կարողացաք ինքներդ ձեզ ներել, հասկանալ, որ ինչ արել եք ճիշտ եք արել, ձեր հոգու աճի համար եք արել։ Հենց այտենց պիտի անեիք, որ հասնեիք այսօրվան, այս դարաշրջանում ու այս ականատեսը լինեիք այս հրաշք տրանսֆորմացիային։ Մի հատ ներեք ձեզ։ Որտեւ իրականում սխալներ գոյություն չունեն, մեղ գոյություն չունի։ Հենց ձեզ ներեցիք, բոլորին կսկսեք ներել, բոլորին կսկսեք որպես հենց այդպիսի լույս տեսնել, որը եկել այս երկիր մոլորակի վրա, փորձ անցնի ու քեզ հետ էլ պայմանավորվել է, դու իր հետ պայմանավորվել ես, դու ուղղակի չես հիշում, ինքը իր վրա վերցրել է այդ դերը, որ գա քեզ համար վատ բան անի, քեզ դավաճանի, քեզ, չգիտեմ, գցի, թալանի, ինչ ասես անի, հլնա ինչ հրեշտակ է ինքը, որ այդ դերը վերցրել է իր վրա, որտեղ դու դրանից բան ունես սովորելու։ Պետք է սկսել մարդկանց նայել որպես լույսեր ուղղակի։ Ես հիմա ուղղակի չեմ կարողանում մարդկանց այլևս ֆիզիկական աչքերով նայել։ Ես բոլորին որ նայում եմ, ոնց որ լույսի կտորներ լինեն բոլորը։ Այդ մարդկանցից ոնց կարող եմ նեղանալ։ Ոնց կարող են իրանք ինչ որ վատ բան անել։ Էլ չեմ տեսնում ես ոչ մի վատ բան։ Ուղղակի չեմ տեսնում։